Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Այսօրվա թողարկմանը բնականաբար քննարկելու ենք Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան, ապա նաև Ադրբեջան, առաջարկում եմ հենց Հայաստանից սկսենք, ընդհանուր ինչ տպավորություն ունես այցից, որքանով էր այն խոստումնալից եւ առհասարակ ինչ է կարելի ենթադրել այս օրուկեսվա այցից։ Կարծում եմ բավականին արդյունավետ ու գործնական այց էր, իհարկե պետք է արձանագրել, որ մի շարք գործընթացներ, որոնք ավարտին հասցվեցին նաև փոխնախագահի այցի ընթացքում, նախաձեռնվել էին ամիսներ առաջ, որոշ դեպքերում նույնիսկ նախորդ վարչակազմի շրջանում, բայց այս վարչակազմի հետ կապված գլխավոր դրական հանգամանքը, երբ խոսքը գնում է Հայաստանի հետ հարաբերություններին կամ Հայաստանի հետ կապված հարցերին, այն է, որ նրանք կարողացել են Բայդենի վարչակազմի կողմից մշակված մի շարք օրակարգեր շատ արագ ավարտին հասցնել, հիմնականում բարձր մակարդակի ներգրավվածության շնորհիվ նախագահ Թրամփի, փոխնախագահ Վենսի, ինչպես նաև ավելի գործարքային, ավելի տրանզակցիոն քաղաքականության միջոցով։ Կարծում եմ այստեղ կարևոր է նաև Վենսի հենց դերակատարությունը, եթե հիշում ես հենց նոր վարչակազմի հետ առաջի կապերը երբ հաստատում էին առաջի բարձրաստիճան պաշտոնյան, ում հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց հենց Վենսներ, ամիսներ առաջ նախորդ տարվա ամռանը երբ ես Միացյալ Նահանգներում էի փորձագիտական խմբի հետ, տարբեր պաշտոնյաների հետ քննարկումներում մեզ տեղեկացնում են, որ փոխնախագահ Վենսը մեծ հաշվով համակարգում է կամ ձեռքը պուլսի վրա է պահում հենց հայ-ադրբեջանական թեմաների հետ կապված օրակարգերում, այսինքն հենց փոխնախագահը բավականին ակտիվորեն ներգրաված է եղել այս գործընթացի մեջ, իրականում եթե նայենք պատվիրակության կազմին, որը ժամանել էր տարածաշրջան, այնտեղ եւս կային մարդիկ, որոնք առաջին իսկ փուլից Թրամփի վարչակազմի ներգրավման, երբ Սթիվ Վիթքոֆը սկսեց այդ միջնորդական դերակատարությունը Վաշինգտոնյան գաղտնաժողովից առաջ, ներգրաված էին այդ գործընթացի մեջ, դրանցից կարող եմ առանձնացնել օրինակ Արիա Լայթստոնին, ով շատ ակտիվ դիվանագիտական աշխատանք է կատարել հենց այդ փուլում, ապրիլին, մայիսին շատ հաճախ գալիս էր տարածաշրջան, հանդիպումներ ունենում Բաքվում, Երևանում եւ դրանք չեն լուսաբանում։ Միայն հետագայում, երբ Վաշինգտոնյան գաղտնաժողովը տեղի ունեցավ, մամուլում հրապարակումներ եղան նրա դերակատարության մասին, Լայթստոնը ժամանակին Թրամփի առաջի ժամկետի ընթացքում նաև առանցքային դերակատարություն է ունեցել Աբրահամյան համաձայնագրերի կնքման մեջ եւ հիմա գլխավորում է խաղաղության Աբրահամյան համաձայնագրերի խաղաղության ինստիտուտը, այսինքն այստեղ այդ հարթությունն էլ կա։ Հայաստան-Ադրբեջան, բայց միևնույն ժամանակ ավելի լայն համատեքստ, Մերձավոր Արևելք, Իսրայել եւ այլն։ Այցի ընթացքում շատ քննարկվեց եւ սոցիալական հարթակներում եւ առհասարակ այցի արդյունքները, դու որ կետերը կառուցնացնես, ինչի վրա է պետք կենտրոնանալ եւ ինչն է կարելի առհասարակ շոշափելի ձեռքբերում համարել։ Այո, կարելի է քննարկել առանձին հայաստանյան եւ ադրբեջանական այցը եւ փորձել նաեւ վերջում համեմատել։ Հա, համեմատություն վերջում իհարկե կանենք։ Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ արդյունքները բավականին տպավորիչ են, չնայած արդեն նշել ենք, որ բազմաթիվ գործընթացներ արդեն նախաձեռնվել էին ամիսներ առաջ, հայտնի էին այդ նույն Firebird-ի Nvidia-ի ներդրումային ծրագիրը, դրա մասին վաղուց գիտեինք, բայց այն, որ Միացյալ Նահանգները մեծ հաշվով լիազորություն է տվել այդ մակարդակի տեխնոլոգիաներ կիսվել Հայաստանի հետ, սա ինքնին մեծ ձեռքբերում է։ 2 տարի առաջ, երբ ես հրավիրվել էի ելույթ ունենալ ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի նվիրված լսումներին, այն ժամանակ մենք այս թեմաների մասին խոսում էինք որպես միայն ռեկոմենդացիա եւ ավելի շատ տեսական մակարդակով էինք խոսում, որ Միացյալ Նահանգները կարող է օրինակ զգայուն տեխնոլոգիաներ փոխանցել Հայաստանին։ Այն ժամանակ օրինակ ես ելույթումս դա նշում էի, բայց այդքան էլ չէի հավատում, որ այսքան շուտ դա հնարավոր է որ տեղի կունենա։ Իհարկե փաստաթղթային առումով կարևոր էր 1-2-3 համաձայնագրի ստորագրումը, սրանք այն համաձայնագրերն են, համաձայնագիրն է, որը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցել տարբեր երկրների հետ, բազմաթիվ երկրների հետ ունի Միացյալ Նահանգները այդպիսի պայմանագիր, այս պայմանագրի դեպքում եւս համաձայնագրի դեպքում եւս բանակցություններ սկսվել էին դեռևս Բայդենի վարչակազմի շրջանում եւ
պարզ էր, որ շուտով ավարտին կհասցվեն այդ բանակցությունները եւ այդ առումով այս համաձայնագրի ստորագրումը դուռ է բացում հենց միջուկային խաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համար ամենայն հավանականությամբ Հայաստանը ի վերջո ընտրությունը կկատարի հենց ամերիկյան տարբերակի վրա նոր ատոմակայանի կառուցման հարցում խոսքը գնում է այդ փոքր մոդուլային ատոմակայանների մասին այստեղ իհարկե ես կարծում եմ որ մասնագետները պետք է գնահատեն քաղաքական տեսանկյունից կարելի է ողջունելի համարել որ փորձ է կատարում դիվերսիֆիկացնել կախվածությունը Ռուսաստանից էներգետիկ դաշտում բայց ես քանի որ այս ոլորտից գրեթե ոչինչ չեմ հասկանում էներգետիկ ոլորտից կարծում եմ այստեղ մասնագետները պետք է գնահատեն ռիսկերը, որովհետև մի շարք մտահոգություններ հնչեցում են, որ դեռևս այդ ատոմակայանները, փոքր մոդուլային ատոմակայանները չեն գործարկվել որևէ տեղ եւ կարող է խնդիրներ լինել։ Ես նաեւ հիշեցի, որ նույն ամերիկյան այցի ընթացքում հնարավորություն ենք ունեցել նաեւ էներգետիկայի ոլորտի փորձագետի հետ խոսել, այն ժամանակ նա մեզ հայտնել էր, որ իհարկե եթե խոսում ենք տեխնոլոգիայի մասին, սա ամենաառաջատար տեխնոլոգիան է հիմա ոլորտում, բայց կան ռիսկեր, ինչպես օրինակ այն հանգամանք, որ դա դեռևս լավ փորձարկված չէ, նաև ժամկետների հետ կապված կարող են խնդիրներ լինել, այսինքն եթե մենք պլանավորում ենք կառուցել այդ ատոմակայան օրինակ 10 տարի, նա նշեց, որ կարող է դա 15 տարի տևի։ Սա այն մտահոգություններն են, որոնք ես լսեցի, բայց այնուամենայնիվ կարևորը իհարկե որ այս համաձայնագիրը ստորագրվեց, որովհետև բավականին լուրջ աշխատանք էր տարվել։ Ամենակարևորը երևի այնուամենայնիվ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության այդ շատ քիչ քննարկվեց Իրական կարծում եմ Հայաստանում բավականին քննարկվեց, բայց արևմուտքում այլ խնդիրների վրա կենտրոնացան, կարող ենք դա թողարկման վերջում քննարկել, բայց այն հանգամանք, որ Միացյալ Նահանգները Հայաստանին վաճառել են VBAT տեսակի այդ դրոնները, որոնք ամբողջովին համապատասխանում են մեր կարիքներին, այսինքն հենց ստեղծված են լեռնային տեղանքում աշխատանքի համար ու մենք նաև իդեպ վերջերս մեր կենտրոնի ժողովրդավարության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյանը վերջերս ասած 3 հենց հոդված է հրապարակել հեղինակել հենց Civilnet-ի կայքում այս թեմայով, որտեղ մանրամասն ցույց է տալիս թե ինչու մենք դրա կարիք ունենք։ Մենք օրինակ դրա կարիք ունենք 2020 թվականի պատերազմի ընթացքում 22-ի ռազմական էսկալացիայի ընթացքում այս սարքերը հնարավորություն են տալիս հակառակորդ հասկանալ թե ինչ է տեղի ունենում հակառակորդի թիկունքում կարողանալ հրետանին ավելի արդյունավետ ու ավելի ճշգրիտ օգտագործել այսինքն ձեռքբերումը ինքնին բավականին կարևոր եւ օգտակար է բայց դրանից ավելի կարևոր է որ բացվում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցության էջը սա կարծում եմ բավականին լուրջ ձեռքբերում է հաշվի առնելով որ Հայաստանը այնուամենայնիվ դեռևս ֆորմալ առումով գտնում է հապկում դժվար է գտնել հապկը կամ Ռուսաստանի հետ դաշինքում գտնվող ֆորմալ դաշինքներում գտնվող այլ երկրներ, որոնք Միացյալ Նահանգների հետ այս որակի համագործակցություն կունենան։ Եվ երրորդ կոմպոնենտը իհարկե այդ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները, որոնց մասին Civilnet-ը 3 եւս հրապարակում կատարեց եւ ակնկալում է որ բավականին լուրջ ներդրումներ կկատարվեն եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի իհարկե սա Հայաստանի համար չափազանց լուրջ ձեռքբերում է լինելու եւ տարածաշրջանային մակարդակում այս ոլորտի լուրջ կենտրոն է դարձնելու Մինչև Բաքու այցի մասին խոսելը քննարկենք նաեւ ամերիկյան կողմում եւ առհասարակ Հայաստանից դուրս այս այցը ինչպես է Ինչ հայտարարություններ են արվել այս այցի հետ կապված հիմնական շեշտադրումը եղել է Վենսի Twitter-յան գրառման հետ կապված դիզերնակաբերդի մնացածը կարծես տվերվել է Այո, մենք հերթական անգամ տեսանք, թե ինչպես է հայոց ցեղասպանության հարցը թեման օգտագործվում պարզապես քաղաքական նկատառումներով Բոլորի համար ակնհայտ էր, որ Թրամփի վարչակազմը այլ քաղաքականություն է վարում ցեղասպանության ճանաչման հարցում, որը տարբերում է Բայդենի վարչակազմից։ Նրանց համար չափազանց կարևոր գործընկեր է Թուրքիան, ի տարբերություն Բայդենի վարչակազմի այստեղ չկա որևէ արժեքային կոմպոնենտ արտաքին քաղաքականության մեջ, ինչպես արդեն բազմից նշել էինք, գործարքային տրանզակցիոն արտաքին քաղաքականության մասին է խոսքը գնում եւ իհարկե նրանք հակված չեն Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնել։ Այն որ Վենսի թիմից ինչ որ մեկը օգտագործել էր հայոց ցեղասպանություն եզրույթը, սա ամենայն հավանականությամբ վրիպակ էր, բայց այդ վրիպակը բավականին թանկ նստեց հենց Վենսի վրա, որովհետեւ ընդհանուր առմամբ այս
բավականին հաջողված այցը ստվերվեց հենց այդ գրառումը կատարելու եւ հեռացնելու վերաբերյալ քննարկումներում եւ Միացյալ Նահանգներում այո հիմա եթե հետևենք այդ քննարկումներին հիմնականում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից, բայց ոչ միայն Թրամփի վարչակազմի այլ քննադատների կողմից այս հարցը օգտագործում է հենց հերթական անգամ Թրամփին քննադատելու համար, Թրամփին քննադատելու, այսինքն կարելի է իհարկե քննադատել Թրամփին, վստահաբար իհարկե մենք բոլորս էլ կցանկանանք որպեսզի այս ցեղասպանության հարցում այս փոփոխություն տեղի չունենար, բայց մենք եթե ավելի պրակտիկ գործնական տեսանկյունից ենք այս հարցին նայում, ես կարծում եմ Հայաստանում բոլորն էլ կնախընտրեին, որ օրինակ 2021 թվականին կամ 2020 թվականին կամ 2022 թվականին ԱՄՆ նախագահը չճանաչեր ֆորմալ առումով հայոց ցեղասպանությունը, եթե ընտրություն լիներ, բայց Հայաստանին օրինակ տրամադրեր այդ անօթաչու թռչող սարքերը, որոնք բավականին կբարձրացնեին հայկական բանակի մարտունակությունը, այսինքն այստեղ իմ կարծիքով հայաստանյան տեսանկյունից պարզ է որ նաև Սփյուռքում մոտեցումը կարող է լինել, որովհետև այս թեման նրանց համար շատ ավելի ցավոտ թեմա է, բայց հայաստանյան դիտանկյունից եթե մենք նայում ենք այս հարցին, իհարկե այդ պետք է գնահատել հենց այդ պրակտիկ արդյունքների տեսանկյունից, իսկ այն որ ցեղասպանության հարցը օգտագործվում է մշտապես քաղաքական նպատակներով, հերթական անգամ պարզ դարձավ հենց այս քննարկումների արդյունքում, իհարկե բոլորի համար ավելի նախընտրելի կլիներ, եթե ավելի ազնիվ ու ավելի բարոյական մոտեցում ունենար այս վարչակազմը այս խնդրի վերաբերյալ, բայց գործ ունենք մի բանի հետ, ինչի հետ գործ ունենք, այսինքն մենք չենք կարող փոփոխել նրանց մոտեցումները, նրանց քաղաքականության առանցքում հենց պրագմատիզմն է դրված։ Խոսենք նաև Վենսի այցի մասին Բաքու, ինչով էր տարբերվում էլի նկատի ունեմ արդյունքների տեսակետից էլի Երևան այցից եւ հետաքրքիր է թեև դեռ վաղ է ինչ որ դիտարկումներ անել Բաքվում ինչպես են արձագանքում այն համագործակցությանը, որ տեղի ունեցավ Երևանում, մասնավորապես խոսքս ռազմականի մասին է։ Այո, Բաքվում ինչպես գիտենք ստորագրվեց Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիան, նույն այն փաստաթուղթը, որը ստորագրվել էր Հայաստանի հետ 2025-ի հունվարին եւ որ բանակցվել էր Բայդենի վարչակազմի հետ։ Այստեղ կարծում եմ Ադրբեջանի համար սա լուրջ ձեռքբերում է, որովհետեւ եթե համեմատենք Ադրբեջան Միացյալ Նահանգների հարաբերությունները հենց 2025 թվականի հունվարի դրությամբ եւ հիմա, իհարկե այդ աճը զարգացումը բավականին կտրուկ է եւ Ալիևը իրականում նույնիսկ կանխատեսում էր միջև Թրամփի իշխանության գալը, որ այս նոր վարչակազմի հետ ավելի հեշտ է լինելու աշխատել եւ պատճառները նույնն են, այսինքն այս վարչակազմը շատ ավելի հետաքրքրված է ինչ որ պրագմատիկ համագործակցության մեջ, քան արժեքների կամ այլ նմանատիպ հարցերի, բայց ընդհանուր առմամբ նույն փաստաթուղթերին շնորհագրվել է Հայաստանի հետ, սա ընդհանուր առմամբ հնարավորություններ է բացում, բայց այդ հնարավորությունները պետք է նաև օգտագործել, ակտիվ աշխատել։ Օրինակ մենք հայ-ամերիկյան համատեքստում տեսնում ենք արդեն այդ ռազմավարական փաստաթղթի ավելի պրակտիկ դրսևորումներ, սա Ադրբեջանի պարագայում եւս շատ բան կախված է լինելու, թե ինչպես են նրանք օգտագործելու այդ հնարավորությունը։ Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի համագործակցության մասին, այստեղ հիմնականում խոսքը գնում է Կասպից ծովում անվտանգությունը ապահովելու մասին, Միացյալ Նահանգները Ադրբեջանին է վաճառելու նավակների խմբաքանակ, իդեպ նշեմ, որ այս տեսակի համագործակցություն գործարքներ եղել է նաև Թրամփի առաջին նախագահության շրջանում, այսինքն սա ինչ որ նորություն չէ, բայց եթե համեմատենք ընդհանուր առմամբ այցի պրակտիկ արդյունքները, իմ կարծիքով հայաստանյան մասը այցի ավելի տպավորիչ էր, այսինքն ավելի շատ կոմպոնենտներ կային, եթե նույնիսկ վերցնում ենք նույն ռազմական կոմպոնենտը, իմ կարծիքով ավելի արդյունավետ գործարք է հենց այդ դրոնների ձեռքբերումը, քան վերոնշյալ այդ նավակների եւ ծովային անվտանգության հարցերում համագործակցությունը, բայց միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանի համար սա բավականին լուրջ արդյունք է, եթե հաշվի առնենք, թե նրանք ինչ կետից են սկսել այդ հարաբերությունները, եւ նրանք վստահաբար փորձելու են օգտագործել այս նոր շրջանակը, ռազմավարական գործընկերության շրջանակը առաջ տանելու համար իրենց շահերը։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին արձագանքներին,
որոշակի մտահոգություններ նկատվում են այդ թունե պրոյեկշնական շրջանակներում, մասնավորապես իրականում բոլոր ոլորտների հետ կապված, ինչպես ռազմական համագործակցության, այնպես էլ այդ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության Ադրբեջանը ի հեճուկս այս նոր ռետորաբանական գծի, որ խաղաղություն է հաստատվել, համագործակցում ենք եւ այլն, այնուամենայնիվ շարունակում է Հայաստանին դիտարկել որպես հակառակորդ երկիր եւ որպես պոտենցիալ վտանգ ապագայում։ Այդ առումով Հայաստանի կարողությունների բարձրացումը չի կարող իհարկե ամբողջովին ողջունվել Ադրբեջանում, վստահաբար փակ դռների հետևում ինչ որ մտահոգություններ հնչեցվում են։ Կուզեի նաև անդրադառնանք թրիփին եւ որ ավելի կարեւորը նաև գերիների վերադարձի հարցին, որը քննարկվել է վարչապետը իր հարցազրույցում էլ նշեց, որ քննարկվել է, բայց որևէ մանրամասներ չի նշել։ Այո, իրականում թրիփը մյուս կարևորագույն կոմպոնենտն էր այս այցի եւ իրականում թրիփը ոչ միայն կոմպոնենտներ, այլ ֆոնն էր այս հարցի։ Մեծ աշխարհի թրիփի վերաբերյալ համաձայնություն չլիներ, դժվար թե այս այցը լիներ եւ թրիփը նաև բավականին կարևոր հաջողության պատմություն է նոր վարչակազմի համար, որովհետև եթե համեմատում ենք այլ համատեքստերի հետ, որոնցում նախագահ Թրամփի պնդումներով նրանք հասել են ինչ-որ խաղաղության, այլ համատեքստերում այդ պնդումները շատ ավելի կասկածելի են, քան հայ-ադրբեջանական համատեքստում, այստեղ կա բավականին լուրջ արդյունք, բավականին կոնկրետ արդյունք եւ Վենսի այցը նաև ցույց է տալիս, որ խոսքը գնում է Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածության մասին։ Վենսի այցից առաջ Հայաստանը ժամանել նաև տեխնիկական թիմ Միացյալ Նահանգներից, որը գնահատելու է հենց այդ երթուղու տեխնիկական պարամետրերը եւ նպաստելու է շինարարության նաև մեկնարկին, համապատասխան գնահատականներ տալու։ Ինչ վերաբերում է գերիների հարցին, այո, իրականում փոխնախագահ Վենսը եւս իր ճեպազորությունում նշեց, որ այս հարցը քննարկվել է հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ եւ նաեւ նշել է, որ Ալիևի հետ հանդիպմանը եւս այս հարցը բարձրացնելու է։ Իրականում այցը ավելի տպավորիչ կլիներ, եթե ամերիկյան կողմը կարողանար այնուամենայնիվ հասնել գերիների առնվազն մի մասի ազատ արձակմանը եւ նմանատիպ հույսեր կային նաեւ պայմանավորված նրանում, որ հենց այս օրերին Ադրբեջանում դատավճիռներ կայացրեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Ռուբեն Վարդանյանի դատը հենց ընթանում էր Վենսի այցի ընթացքում եւ դա ինչ որ ճիշտ ասած ինձ մոտ էլ հույսեր առաջացրեց, որ միգուցե պայմանավորված է այցով եւ կարող է այցից հետո ինչ որ արդյունք ունենանք։ Ցավոք սրտի դեռևս որևէ ազդակ չկա, որ այս հարցում ինչ որ արդյունք կլինի, բայց իմ կարծիքով եթե ամերիկյան կողմը ցանկություն ունենար, կարող էր օրինակ պայմանավորվել նույն ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը գերիների ազատ արձակման հետ, այստեղ հայկական կողմը եւս միգուցե պետք է ավելի արդյունավետ աշխատերի վազդակներ այդտեղ հասնել, որովհետեւ սա ունիկալ հնարավորություն է եւ Ալիևի համար տեսնում եք թե ինչքան կարեւոր է այս նոր վարչակազմի հետ հարաբերությունները եւ այդ հարաբերությունների զարգացումը։ Եվ վերջում խոսենք նաև Վենսի այցի ներքաղաքական բաղադրիչի մասին, մասնավորապես մի կարճ հայտարարության, որում նա ասել էր, որ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչ է սա նշանակում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Այո, ընդհանուր առմամբ այցը կարծում եմ ազդեցություն է ունենալու նաև նախընտրական պայքարի վրա, պարզ է, որ այս տիպի համաձայնագրերը, այս տիպի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Միացյալ Նահանգներից չեն կարող դրական առումով չազդել Փաշինյանի վարկանիշի վրա։ Հայտարարությունը ինքնին կարծում եմ այդքան էլ նորմալ հայտարարություն չի, այսինքն նորմալ չի, երբ գերտերության ղեկավարը գալիս է մի երկիր, որտեղ պետք է լինի ընտրություններ եւ ընտրապայքարի կողմերից մեկին շատ միանշանակ ձևով աջակցություն է հայտնում, բայց մյուս կողմից ամերիկյան կողմի շարժառիթները եւս հասկանալի են ինչ որ չափով։ Մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո ընդդիմության կողմից բավականին լուրջ քննադատություն կա հենց թրիփի վերաբերյալ եւ պարզ է, որ ամերիկացիները հետաքրքրված են առաջին հերթին այդ ծրագրի իրականացմամբ եւ եթե նայում են քաղաքական դաշտին եւ տեսնում են, որ Փաշինյանից բացի բոլոր հիմնական դերակատարները կամ քննադատում են այդ պրոյեկտը կամ նշում են, որ ինչ որ փոփոխություններ պետք է լինի այդ պրոյեկտի մեջ, ակնհայտ է, որ նրանք ունեն նախապատվություններ քաղաքական առումով։ Իդեպ այս իրավիճակը կա նաև Եվրամիությունում, նշեմ, որ նախորդ շաբաթվա
ընթացքում գտնվել եմ Բրյուսելում, որտեղ հնարավորություն ունեցել մի շարք հանդիպումներ ունենալ եւ այդ մթնոլորտը զգացում է նաեւ այնտեղ, որ իհարկե ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների համար Փաշինյանն ավելի նախընտրելի տեխնացու է ընտրություններից առաջ եւ սա այն քիչ հարցերից է, որտեղ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները այս փուլում համաձայնում են։ Եթե խոսում ենք օրինակ ԵՄ աջակցության միջոցների մասին, մենք գիտենք, որ օրինակ մայիսին Երևանում տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 3 միջազգային մամուլում հայտնեց նաև հրապարակում, որի մասին ես տեղյակ եմ, բայց քանի որ արդեն սա բաց ինֆորմացիա կարելի է նաև արդեն ցիտել այդ հրապարակումը, որ տեղի ունենալու նաև Հայաստան ԵՄ առաջին գագաթնաժողովը, ինչը եւս կարելի է ինչ որ չափով աջակցության փորձ համարել Փաշինյանին ընտրություններից առաջ, բայց ընդհանուր առմամբ ես մնում եմ այն կարծիքին, որ իհարկե սա բացասական ազդեցություն է ունենալու քաղաքական գործընթացների վրա Հայաստանում։ Մենք շատ հաճախ խոսում ենք արտաքին միջամտության մասին, բայց սա էլ է արտաքին միջամտության ձև է, եւ մենք տեսնում ենք, որ այս հարցում կարծես թե այդպիսի լուրջ արձագանք չկա, ինչպես այլ հարցերում։ Շնորհակալ եմ, Տիգրան։ Ես եմ շնորհակալ։